Բայց եթե լսենք օրինակ ազգային ժողովի ընդդիմությանը եւ ոչ միայն նրանց մի շարք նաեւ քաղաքասարքության ՀԿ-ների Հայաստանում կան քաղաքական համատեքստով բանտարկված անձինք կամ ավելի կոշտ քաղբանտարկյալներ, ընդհուպ 40 անց է նրանց թիվը Միքայել arczepiskopos Աջապահյան, Սամվել Կարապետյան, Վարդան Ղուկասյան, Բագրատ Գալստանյան եւ նրա հետ կալանավորված տասնյակից ավելի անձինք վերջերս հոգեվորականներ Արագածոտնի թեմից չկա արդյոք ժողովրդավարության հետընթաց այսպիսի վիճակով են գնում Եվրամիություն տիկեղած։ Նախ ուզում եմ արձանագրել, որ ժողովրդավարության հետընթաց միանշանակ չկա եւ երբ որ հղում է արվում խոսքի ազատությանը, ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ քրեական օրենսգիրքը մի շարք հոդվածներով ենթադրում է խոսքի ազատության սահմանափակում, օրինակ ատելության խոսք, ազգամիջյան թշնամանքի հրահրում, սուվերենությունը կամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, այսպես ասած, հետ կանչելու կոչեր, հա, հստակ ձևակերպումը իրավական չեմ հիշում, բայց մի բան ինչը կենթադրի սուվերենության անկում եւ նման մի շարք հոդվածներ, որոնք ըստ էության խոսք են, խոսքի սահմանափակում են ենթադրում եւ դրա համար քրեորեն պատժելի սահմանափակումները ընդհանուր մինչեւ ազատազրկում, իսկ հեղաշրջման կոչանելը նույնպես քրեորեն պատժելի արարք է եւ ուզում եմ հիշեցնել նաեւ որ Միքայել Աջապահյանը ոչ միայն հետ չի կանգնել իր խոսքից, այսինքն չի փոշմանում իր օրագրում գրվածից, այլ նաեւ հայտարարել է որ ազատության մեջ գտնվելու պայմաններում նաեւ դիմելու է հեղաշրջման, ուրեմն կոչին եւ հետևանքներին։ Եվ ուրեմն բայց չի ասել, չէ՞, ես կանեմ հեղաշրջում։ Չէ, ասել է։ Դատավարության ընթացքում ասել է, որ ոչ միայն չի փոշմանում իր հենց դատավարության ընթացքում, այլ նաեւ հստակ ձևակերպումը չեմ հիշում, բայց ոչ միայն հետ չի կանգնում, այլ պնդում է իր կոչի վրա։